Վերջին հայերը հեռացան Ստեփանակերտից, իրենք են այդպես ուզել, առավոտյան գրառմամբ մանրամասնեց սոցիալնախարար Արսեն Թորոսյանը։ 10 հայեր եւ ազգությամբ ռուս 1 Հայաստանի քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։ Ազատության տեղեկությամբ ադրբեջանական դարձած Արցախից տեղափոխվածները Գորիսի հյուրանոցներից մեկում են։ Տնօրենն ասաց, իրավասու չէ որևէ տեղեկություն տրամադրել։ Կներեք նման տեղեկատվություն տալ չեմ կարող։ Հյուրեր ունենք, որոնք հիմա անճաշում են, բայց Թեովա չեմ կարող ասել։ Ավելի ուշ առողջապահության նախարարը տեղեկացրեց, բոլորն ստացել են բուժզննում, միայն մեկը հոսպիտալացվել է, Գորիսի հիվանդանոցում է։ Մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է, հայտնել է Ավանեսյանը։ Պետական որևէ մարմին, սակայն մինչև այժմ չի հրապարակել անվանացանք, ովքեր են վերադարձել։ Հարազատները սոցիալնախարարի գրառումից են տեղեկացել, որ տեղափոխվողներ են եղել ու մինչև այժմ անհանգիստ են, ովքեր են։ Չէ, ոչ մի տեղեկություն չունենք, մենք ենք ձերպես տուրերը կարդացել։ Հələ որ ոչ ոք չի կապել մեզ հետ, չգիտենք ինքը մեջնամեջ չի, լուրջ չունենք ոչ մի։ Իմ տղին ակարտացի YouTube-ում զանգեց գործի տերս, մամ ասեց, գիտես որ բերել են 10 հոգի։ Բայց հիմա չգիտենք ինքը մեջներն է թե չէ, դու չենք իմանում։ Արցախցիների բռնի տեղահանումից հետո քանի հայ մնաց այնտեղ։ Պաշտոնական Բաքուն վերջին ավելի քան 2 տարում որևէ թիվ չի ներկայացրել։ Հայկական կողմում պատկերացում էին կազմում այնտեղից տարածվող տեսանյութերը վերլուծելով, հաշվելով։ Տեղահանվածներն ադրբեջանական տեսանյութերում ճանաչել էին Միշա Գրիգորյանին, որ կավից արձաններ էր պատրաստում։ Ռիտային ենթադրվում է ազգությամբ ռուսը նա է, որ Ստեփանակերտում անտուն շներին ու կատուների ներկերակրում։ Ֆրեդը միայնակ տղամարդ կորացած մեջքով։ Նրան ադրբեջանցիները պարբերաբար ծաղրում էին։ Յո, ճարացամ ցավը ճարացա։ Արա ո՞նց է։ Ինչ ես ասար։ Հա? Ինչ ես ասար։ Ո՞նց ես, ո՞նց ես։ Ուշի։ Ոչի։ Տիկին Լարիսան Հադրութից ու էլի մի քանիսը, որ մնացել էին Ստեփանակերտում ու այնտեղից պարբերաբար Բաքվի տեսախցիկների առջև խոսում էին իրենց լավ կյանքի մասին, հեռացածներին հորդորում վերադառնալ։ Չեն ասել, որ ուզում են գալ, շեշտում է Արցախի օմբուդսմենը։ Ոչ միայն չեն ասել, որ ուզում են գան, այլ ես տեղյակ եմ, եկեք անուններ չտամ, որպեսզի այդպես ճիշտ չի էլի, բայց ես ունեմ նաև տեղեկություն, որ կար մարդ, որի հարազատները մի մասը Հայաստանում, մի մասը արտերկրում նրան համոզել են կամ համոզում էին ժամանակին, որ դուրս գա տեղափոխվի, որ իրենք պատրաստ են դա նաև Կարմիր խաչի միջոցով կազմակերպել եւ մարդը հստակ մերժում էր, այսպես ասած, չէր համաձայնվում եւ ասում էր, որ հեսա դուք բոլորդ եք վերադառնալու։ Արցախի անկումից հետո Հայաստան գալ հրաժարվել էր նաև 67-ամյա Սլավիկ Համբարձումյանը։ Հիշողության խնդիրներ, էպիլեպսիայի նոպաներ ուներ, պատմում է քույրը, որ նրան խնամելու համար խնածախ էր գնացել ու ոչ մի կերպ չկարողացավ համոզել իր հետ հեռանալ Ադրբեջանի հսկողության տակ անցած ծննդավայրից։ Չուզել, չեմ կարացել համոզել։ Հետո դե ես էլ չէի կարա ասի, հա, ինքը չի ուզում, բայց ես ինչ անեմ, կինարմատ եկան մտան գյուղու, ես ինչ արեմ, ես ինչ կարամ դիմադրեմ կամ ինչ անեմ։ Մի կերպ ինձ մի գրուզավոր մեքենայում տեղավորել են, ինքը բեշերը դնում ու փախնում հետ գնում տուն։ Ավելի ուշ փախել է նաև վերջին ավտոբուսից ու հասել հայրենի խնածախ, այնտեղ ապրել մենակ 8 ամիս։ Քույրը պատմում է, ավելի քան 2 տարի համոզում է նրան Կարմիր խաչի միջոցով Հայաստան տեղափոխվել։ Անօգուտ, ինչի տուն չես գալիս, եղբայրը սա է հարցրել քրոջը։ Տիկին Էլյան ասում է, հեռախոսով երբ էլ խոսել են, երբեք չի ասել, որ ուզում է Երևան գալ։ Միշտ ինքը իրանք ինչքան գնացել են հեռախոսը տվել են, ես իր հետ արխային խոսացել եմ։ Ճիշտ է, դի թուրքերի վերաբերյալ ես ոչ մի բան չեմ խոսացել, ոնց ինչ պահելու մասին ես եւ այլը չեմ ուզեցել, որ կողմնակի բաներ խոսամ, ասի կարող է կնեղացնեն, բան կանեն։ Հարցը փորձ չեմ արել, մենակազմական եմ հարցրել։ Ոնց է առողջական, ոնց է։ Dağlı Qarabağ Muxtar vilayəti yaranandan sonra burada ermənilər Այսօր Խանքենդիում հայեր են ապրում, նրանց ոչ ոք չի նեղացնում, տարբեր առիթներով է Ադրբեջանի նախագահը այնտեղ մնացած 1 տասնյակ հայերի մասին խոսել որպես Բաքվի բարեհոգության բարձր օրինակ։ Զուգահեռ այս հայերը ոչ միայն հարմար հարցազրույցներ էին տալիս ադրբեջանական լրատվամիջոցների համար, այլև հայտնվում էին Բաքվի դատարաններում, որպես վկաներ, որ ցուցմունքներ էին տալիս օրինակ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի։ Արդյոք այս տարբեր առողջական խնդիրներով մարդիկ այլևս հարմար չեն Բաքվի նոր տեսարանների
համար։ Գեղամ Ստեփանյանի համար էլ հստակ չէ, թե որն է այս վերադարձի իր բառով դրդիչ հանգամանքը։ Վերջին շրջանի այդ խստությունը, կապի խզումը, սա էլ կարող է դեր խաղացած լինել, բայց խորքային թե ինչու, չգիտեմ, միգուցե ինչ-որ քննարկումներ հայաստանյան եւ ադրբեջանի իշխանությունների միջև են եղել, որի հետևանքով որոշվել է, որ նման քայլ են իրականացնում։ Այս հարցին կոնկրետ կարող եմ պատասխանել, երբ որ հնարավորություն ունենամ շփվելու այդ անձանց հետ։ Գեղամ Ստեփանյանն այժմ շատ է կարևորում հարցը, որ այս մարդիկ, որ դեռ պարզ չէ, թե ինչ նվաստացումների ու խոշտանգումների միջով են անցել ադրբեջանցիներով բնակեցված քաղաքում, այստեղ արժանանան միայն հոգատարության, թե նրանց հարազատները ու թե հանրությունը պիտի իմանան, որ ադրբեջանական դատարաններում ու տեսախցիկների առջև այս մարդիկ իրենց կամքով չեն խոսել։ Ավելի քան ակնհայտ է, որ մարդիկ թե դատարանում ադրբեջանական, թե լրատվամիջոցների առաջ խոսք են ասել պարտադրանքի, սպառնալիքի, առնվազն հոգեբանական այդ ճնշվածության ներքո։ Հետևաբար դրա համար մեղադրել կամ ինչ-որ խտրական վերաբերմունք ցուցաբերել, թիրախավորել կամ ցանկացած ոչ լավ վերաբերմունք այդ հիմքով ինձ համար եւ կարծում եմ ողջամիտ մարդու համար անընդունելի պետք է լինի։ Ստեփանյանի խոսքով 120,000 հայ Արցախում մնալու անհնարինությունը հասկացավ շատ արագ, այս մարդիկ գուցե 2.5 տարի անց։